Նայեք, ուրեմն հոկտեմբերի 27-ից հետո կոնկրետ Երևանի քաղաքներում տանկերեր եւ ԲՄՊ-ներ զորքը մցրած էր Երևան քաղաք։ Սամվել Բաբայանը որպես Հայաստանի բանակի մի մաս հայտարարում ավ, եթե դուք մի օրվա մեջ այդ տեխնիկան չտանեք զորամասերը կանգնեցնեք, ես պարտադրված եմ լինելու ինքս մտնեմ կարգի իրավիճեմ ձեզ, որովհետեւ ասած ամբողջը ասենք, որտեղ 1.5 միլիոն քաղաքը տանկեր, ԲՄՊ-ներ չեն մտցնում եւ որովհետեւ բան չկա, հարցածակում ինչ եք մտցրել։ Սա մեկ։ Ոմանք ասում են ես դա արել եմ Ռոբերտ Քոչարյանին փրկելու համար։ Հիմի ձեզ առաջի անգամ երևի, բայց այն ով որ ներկա եղել բոլորը տեղակել։ Ռոբերտ Քոչարյանին դուք եք փրկել։ Դուք հենց ինքը Արամ Զավենի Սարգսյանը իր թիմով ասեմ խնդրել եմ, որ նա հրաժարական չտա, նա հրաժարական դիմումը ձեռը, որ պիտի գնա։ Այդ մարդիկ գնում են, խնդրում են, դիմում են, որ մնա։ Հիմի տրամաբանությունն ենք բերում։ Հաստ է, որ իրեն։ Դա ոչ թե 100% անսպաստ, 1000% գնի կխփի, տակը ստորագրի, արխային։ Լավ։ Հա, այնպես որ տեղ ես չեմ կարող։ Տրամաբանությունը ո՞րն էր, որ իրենք ասում էին դու մի գնա։ Բա ուր մի գնա։ Հեսա տրամաբանությունը հրաժարական մի թուր։ Հա, որ տրամաբանությունը նայել հիմի հեսա բաց արտահայտել միջև ես չեք թողում, էլի արտահայտել։ Խնդիրը նա է, որ ինչ են իմ հարցը օրակարգ բերում եւ այդ պրովոկացիաները անում, այսօր ճիշտ է Արամ Զավենի Սարգսյանն ասում է ոտով խփեց, գլխով խփեց, ձեռով չխփեց, էս արեց, այն արեց, այն արեց։ Անուշավանի դա։ Այո։ Խնդիրը նա էր, որ այդ մարդիկ պետքա իրանց խելքով, որ Բաբանին հեռացնելով Ռոբերտ Քոչարյանը թուլանում է, իրանք իրանց հարցերը ինչ ուզում են լուծում են, բայց իրանց քանի կանդիդատ չունեն Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու, թող էսի նստի։ Հետո բայց սրան Սուրենն է, հա, մեջքը։ Այս Սուրենին բերեք մորթենք։ Հիմի թափվել են վրես երկու կողմից Էմի կողմն էլ է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բան այդ խումբն էլ է ուզում, որ քեզ փոխեն, ինձ։ Այն մեկն էլ է ուզում։ Բայց այն մեկը հո փորձ ունեն, հասկանում են, որ իր ձեռքով չլինի, այս ջահելների ձեռքով լինի։ Արամ Զավենի չեն։ Այո, այս Արամ Զավենի չէ, իրան հենց ակլորի տեղ դրած գնում է օրակարգ դնում խնդիրը, որ պիտի Բաբայանին ազատել։ Իրանց մեջում խնդիր են լուծում, որ դրանով Քոչարյանին թուլացնում են։ Նրանք էլ ասում են, հա, լավ կլինի, բան։ Ինքը իր բերանով ասում է, բոլորը կողմ էին, այս մեկը, բայց ինքը իրան հարց չտալիս, այս ոնց բոլորը կողմ եք։ Հա? Բան Բաբայանին ազատում են։ Հրամանը ուղարկում են Վաղարշակը, որ բերում է իմ ասածներից վառ ապացույցն է, երբ որ Վաղարշակը գալիս է առանց հրաման։ Պաշտպանության նախարարը, ասում եմ գնա հրամանը բեր գրավոր որ բերում է մի տողի վրա գրած է զբաղեցրա Սամվել Անդրանիկի Բաբայանին զբաղեցրած պաշտոնից ազատել։ Ես իր ուսին խփում եմ, ասում եմ Վաղարշակ, սա քո հրամանն է, իմը չի, դու շփոթվել ես ուղղակի։ Մայիսին այս հրամանով դու ազատվելու ես։ Մայիսին մի տարի որ լրանում է պարլամենտին արդեն կարանցրեն, այդ Արամ Զավենի Սարգսյանը եւ իր թիմը հայտնվում է փողոցում։